Նիկոլ Փաշինյանը արդեն 7 տարի է ինչ իշխանության է, ձեր կարծիքով ինչ են արել այս 7 տարվա ընթացքում։ Ես Նիկոլ Փաշինյանին սկզբից ժողովուրդը սիրում էր ու ինքը միշտ ասում էր դուխով պատրաստ եղեք ամեն ինչի, որ մենք պատրաստ ենք ամեն ինչի, որ Հայաստանի համար լավ լինի, բայց չտեսանք, այս տարիների ընթացքում չտեսանք, որ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ դրական փոփոխություն բերի ժողովրդի մեջ, թեկուզ Ղարաբաղը, որ տվեցին Թուրքին, այս պատերազմը շատ ցավալի էր բոլորի համար, սաղի համար ու հիմա էլ ինչ-որ չհաստատած հրապարակումներ կա, որ աշկները արդեն դրել են Զանգեզուրի վրա ու չգիտենք, ժողովուրդը մենք բոլորս Առուշ Արուշանյանի շնորհիվ ենք, որ կանգուն ենք, գիտենք, որ մենք հզոր ենք, իսկ ես Նիկոլ Փաշինյանի խոսքը չեմ կարա հիմք ընդունեմ, որ ինչ-որ տարի կամ ամիս հետո մենք կլինենք Գորիսում, այդ Առուշ Արուշանյանը որ ասում է, որ դուխով եղեք ժողովուրդ ջան, որ ամուր ենք մենք սյունեցի ենք ու սյունեցիները միշտ հպարտ են իրենց քաղաքապետով, իրենց համայնքապետով, մենք Առուշով ենք հպարտ, իսկ պարոն Փաշինյանի առումով կասեմ այն, որ եթե ինչ-որ մարդ չի կարողանում տեր կանգնել հայ ազգին, ինքը զուտ վատ բան չկա, կարա ինքը դուրս գա այս խաղից ու այն մարդը ով հասկանում է, մտնի ու տեր կանգնի ժողովրդին, թե չէ սենց որ գնանք հաստատ լավ բանի չենք հանգեցնի։ Ինչ պիտի արի, ոչ մի բան չեն արի, ինչ պիտի արի։ Բեզի հավելանդից բերեստը, всё, պրծավ, էտա։ Ովալցիրանտ եմ ապրում, 100,000 փող եմ տալիս ամսեկան, 120 ստանում եմ 100 տալիս։ Էտա իմ այդ գործը, մեկերեն 50 եմ ստանում եմ էտա, դե մեկերը տելայոզում կտրի։ Սաղ պետք է կտրին, է ձանա վարժ։ Դե կտրում է։ Մենակ մարդ, 40 տարիք մարդ։ Դե ինչ որ ասել են, ոչ մի բան չեն արել։ Այսինքն խոստացել են, որ Ղարաբաղը Հայաստանն է եւ վերջ, խոստացել են, որ ժողովրդի կենսամագարտակը կբարձրանա։ Շատ բան են խոստացել, բայց չեմ տեսնում, որ ինչ որ բան։ Ընդհանրակը ինչքան գնում ենք անվատանում է եւ ժողովրդի վիճակը եւ Հայաստանը աստիճանաբար նեղանում է։ Սեղմում են։ Եթե առաջ թուրքը Գորիսի շրջանի տեղյուղ կարող է չոքելով մտներ, հիմա եկել Գորիսի տեղյուղի սահմանի հողերի վրա խարիսխ գցել եւ չի պատրաստում նրանից շարժվել։ Իսկ Գորիս քաղաքի համար ինչ որ լավ բան արել է, տեսել եք փոփոխություն այս 7 տարվա ընթացքում։ Գորիսը մնում է Գորիս, էլի չէ, Գորիսը միշտ պիտի փոփոխություն արվեր որ։ Գորիսը միշտ մնացել է իր ավանդական սովորություններով, իր գեղեցկությամբ, իր վեհությամբ եւ ոչ մեկը չի կարող Գորիսի վրա որևէ փոփոխություն անել։ Ազգային ժողովի դա լինի դիմադիր թե ուրեմն իշխանամետ կուսակցությունները, հայհոյախառը խոսակցությունները դա շատ մեծ վնաս են տալիս մեր սերնդին եւ վատ սովորությունն են նրանց դաստիարակում։ Ես կուզեի որ մարդիկ մի քիչ ուրեմն ստաֆեին եւ իսկական պատգամավորին, ժողովրդական պատգամավորին հատուկ լեքսիկոնով իրար հետ փոխհարաբերվեին։ Դե իման դե ոչ լավն արել, ոչ վատ է այդ մարդը ճիշտ ասած։ Միական հանդիպել են ժողովուրդ տեսան վազում են։ Գալիս է ասեն մտենամ իհալի այդ մարդը մեր անտիրական։ Ինչ հարցով կարող։ Ասա մի ուրիշ անգամ ժամանակ շուտով, ասեն հաջորդ նա ասացին։ Էդ է։ Ոչ մի լավ բան չի արել։ Եկել եմ Հայաստան 4 տարի չեմ կարողացել մտնեմ Հայաստան, որ թոշակավորով թոշակ ստանամ։ Եկել եմ այդ 4 տարվա թոշակը չեն տամ։ Ասում որ օրվանից դիմում ես որ են օրվանից։ 4 տարի ստեղ ա կորել։ Ու 40,000 դրամ եմ ստանում։ Այդ մենակ իմ պապիրոս փողն է։ Ստեղ եկել եմ ինչ անեմ։ Ոնց ապրեմ ստեղ։ Ինչ արել։ Ասֆալտ։ Մերկու գյուղ ասֆալտ արել, բայց Միջոյմա առած գազի, Հալիձորը առած գազի, Յայջին առած գազի։ Ինչ լավ բան արել։ Մեր Ռուսաստանում ամենախուլ գյուղերը գազ ունեն։ Այդ 7 տարվա ընթացքում եմ իմանում, որ մեր տունը բամբիտ են արել, թողել իջել եմ Ծաղկաբերդ ապրելու։ Լաչինի ռայոն։ Ինչ եմ տեսել այնտեղ։ 2 երեխաս թողել եմ դաշտերում, ով է ինձ օգնություն տվել, ոչ մեկը։ Պես ազովել եմ մնացել Ջերմուկի դաշտերում։ Ինչով եմ մեղավոր ես։ Ինչի չեն հասնում ժողովրդին։
Ինչի չեն հարցնում, ինչա պետք ձեզ։ Այսօր ես Կորնիձորում եմ ապրում։ Սահմանամերձ, բայց ինձ ոչ մի բանով չեն հասնում։ Իմ ամուսինը 53 տարվա ռուսերանի դասատու է։ Եկել է Կորնիձոր կուրացել առաջի կարգի հաշվանդամը։ Բայց ինչով են օգնում ինձ, ոչ մի բանով։ Ոչ մի բանով, ես չեմ տեսնում լավ բան։ Փաշինյանը ինչ ա արել մեզ համար։ Մեր ամբողջ ջահելներն էլ տարել կոտորել։ Ինչ արել։ Կամ Շերժը ինչ արել, կամ Ռոբերտը ինչ արել։ Ոչ մեկը լավ բան չեն արել մեզ։ Հենց մեր առաջի թշնամին Պուտինն է։ Իմացա ջանա, Պուտինն է։ Այսքանը ինքը Փաշինյանի հետ է, թե Ռոբերտի հետ է, թե ինչա, այսօր լրիվ մեր հողերը, ինչ են հանձնել Ալիևին։ Ալիևը ով է, Ստեփանակերտը խեն ինքնստիկյան տվել Ալիևին։ Ինչի համար են տվել։ Մեկ չեն մեր ժողովուրդն գազ դռնե դուր, սոված, ծարավ, փայեն հավաքում, թե ինչ են անում, որ կարում են ապրել։ Այսօր ես երկու կանանչ չեմ բերում ծախում, այսօր սաղ օրը նստած մի բան չեմ վաճառել։ Ես 7 երեխա ունեմ, բայց երկուսին թողել եմ դաշտերում։ Ոչ մեկը ինձ օգնություն չի արել։ Իմ փեսան զոհվել է ջերմուկում։ Ինչ են արել ինձ համար։ Ոչ մի բան, ոչ մի բան։ Այսօր իմ երկու թորնիկները ծառայում են։ Ես ցանկանում եմ իրանց առողջություն, երջանկություն, ուրախություն ու տունկյան, ողջ եւ առողջ։ Այդ եմ ցանկանում։ Այսօր ես ոչ մի բանով ուրախ չեմ, ջանա, ուրախ չեմ։ Էսի կյանք չէ, էսի չգիտեմ ինչա, լացեմ թե ուրախանամ, չեմ գիտում, շատ վատ է։ Ծաղկաբերձը այսօր մենք հազել ենք Թուրքին, որտեղ նա նղկա Գավուրլում, որը կոչվում է Հայաստանի հող, ոչ թե Ադրբեջանը մտնի մեր Ծաղկաբերձը, Լաչինի ներքևը Ադրբեջանը, բայց Լաչինի վերևը Հայաստանը, ով է տեսա Շուշին լինի Ադրբեջան։ Շուշի, это Շուշի մերնա, Շուշի, Ստեփանակերտ մերնա։ Որտեղից է, այդ լրիվ հայ ազգին դավաճանել են, ճանապարհ են տալիս, բայց չեն իմանում, որ վերջում Ալիևը օծի նման շուռա տալու ու Փաշինյանի տեղը նստի։ Դες չի, բալես, դες չի։ Այսօր ես 90-ական թվերի մեր տները բամբիտ են արել, բալես։ Սիսյանից եկել եք, մեր տոնը ոչ ունեցվածք եմ ունեցել, ոչ տուն, ոչ մի բան։ Իմ 7 երեխան վերցրել եմ, գնացել Ծաղկաբերդ 30 տարի ապրի, բայց ինձ ոչ մի բանով չեն հասել, ոչ մի օգնություն էլ չեն տվել։ Իմ ամբողջ տունը փլվել է ամբողջ ապրուստի հետ, մի բան չի մնացել, լաչիտնից են պուշկով խփել իմ տանը։ Ինչով եմ ես մեղավոր, մինչև առեսօր ինձ օգնություն չեն տալիս։ Արմանուր Սարգսի Ղազարյանն եմ, ծնվել եմ Կորնիձոր գյուղում, ապրել եմ 30 տարի Ղարաբաղում, ու ոչ մի բանից օգնություն չեմ ստանում։ Այսօր ես դատարկ եմ, եկած նստած երկու կանաչ եմ վաճառում, որ ինչա ապրեմ, որի։